Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնում շարունակում ենք մեր քննարկումների շարքը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան, վաղուց չենք հանդիպել, սկսենք անխափան եւ անխոչնդոտ մեր քննարկումների շարքը։ Թերևս այս շրջանում ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, որը նաեւ ուղղակիորեն կապ ունի Հայաստանի Հանրապետության հետ, կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ, որովհետեւ վերջին օրերին մենք տեսանք թե եվրոպական ամենամեծ պետություններից մեկի Ֆրանսիայի նախագահի այցը դեպի Միացյալ Նահանգներ, թե հենց հակամարտող կողմերից մեկի Ուկրաինայի նախագահի այցը Միացյալ Նահանգներ, որը դարձավ բազում քննարկումների առարկա, ինչով որովհետև ցանկանում եմ երկու ասպեկտով քննարկումն իրականացնենք։ Մի մասը կիսում էր այն տեսակետը, համաձայն որի այն ինչ որ կատարվում էր բաց տեսանկարահանվող պայմաններում դա թատրոն էր եւ իրականում որոշումները կուլիսներում են կայացվում, խոսքը Վենս, Թրամփ եւ Զելենսկի այդ բանավեճի մասին է, իսկ մյուս մասը նշում էր, որ ամեն դեպքում դա այնինչ տեղի ունեցավ իրականություն էր եւ Թրամփը իրապես գնում է Ռուսաստանի Դաշնության հետ առնվազն բալանսավորված եւ աշխարհը այսպես ասած կիսելու քաղաքականության յետևից եւ չի փորձում Բայդենի վարչակազմի նման անդադար հակահարված տալ Ռուսաստանի Դաշնությանը։ Որն է ձեր տեսակետը։ Նախ ես ասեմ, որ ընդհանրապես այդ երկու տեսակետը, որ դուք ներկայացրեցիք, որոնք շրջանառվում են, թե դա բեմականացում էր կամ պահի տակ դա ստացվեց այդ հանդիպման բանակցությունների ժամանակ, ոչ մեկը չի կարող վստահ ասել, թե այդտեղ ինչ է կատարվում կուլիսներում, թե այդտեղ համապատրաստից ստացվեց։ Ես կարծում եմ, որ դա համապատրաստից ստացվեց, այն պատճառով, որ սկզբնական այդ ամբողջ ուրեմն հանդիպումը, երբ որ մենք դիտում ենք, մենք բարձ տեսնում ենք սկզբից դա ինչպիսի արտահայտություն ունի, այսինքն երկու կողմերն էլ հանգիստ խոսում են այդ հնարավոր համաձայնագրի մասին, թանկարժեք մետաղների Ամերիկայի կողմից օգտագործման այդ հարցի մասին եւ թվում է թե ամեն ինչ հարթ ու խաղաղ է ընթանում, բայց միանգամից Վենսը խառնվում է եւ արդեն գնում է այնտեղ դիվանագիտական խնդրով հարցը լուծել, Զելենսկին չի ուզում եւ այլն։ Դա կարելի է ասենք ինչ-որ բան մտածել, որ սկզբից նախատեսված էր, որ ցախողվի սպիտակ տան կողմից բնականաբար, սպիտակ տունն էր այդ ամեն ինչի նախաձեռնողը, որովհետեւ հենց սկզբից, երբ որ Թրամփը ընդունեց Զելենսկուն, արդեն կարելի է ասել, որ ինքը դիվանագիտական էթիկայի կանոններից դուրս բաներ ասեց, էլի հիմա եթե դու հանդիպում ես վերջի Ուկրաինայի նախագահի հետ եւ ինքը հագուստի հետ ոչն է գրում, դա էլ ինքը հիմնավորել է, թե ինչու, ասենք ծաղրական, վերևից նայել եւ այլ, այդ Թրամփը այդպիսի ամբիցիոզ բաներ ունի, էլի, եւ միգուցե եւ դա ծրագրված էր, ես դա չեմ կարող ասել, բայց մի բան ակնհայտ է, որ այդ սկանդալը բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ այն տեսանկյունից, որ Եվրոպան արդեն հասկացավ մի բան, որ Թրամփը ձգտում է Ռուսաստանի հետ հաշտության։ Հիմա եւ դրան հետևեցին իրադարձություններ, 3 մյուս իրադարձություններ, երբ որ արդեն կտրուկ Մեծ Բրիտանիան փողեր հատկացրեց, կարծեմ 1 միլիարդ 700 միլիոն, թե ինչ, հետո էլի 2 միլիոն էլ կարծեմ, էլ հեռացուցիչ հատկացրեց 2 միլիոն, թե 2 միլիարդ, չգիտեմ, ամենայն դեպս ամբողջ Եվրոպան արդեն հասկացավ, որ Թրամփը գնում է դեպի Ռուսաստանի հետ ինչ-որ մի համաձայնության, բայց հիմա դա ինչքան նրան քաջողվի, ես դժվարանում եմ ասել, որովհետև հիմա երբ որ մենք սառը փորձում ենք հետևել իրադարձություններին ու սառը դատել, մենք տեսնում ենք, որ Թրամփի այս քաղաքականության հետևանքով, իսկ դուք հիշում եք, չէ՞, մենք մեր այստեղ մեր հաղորդումներից մեկի ժամանակ մենք այն տեսակետը զարգացրեցինք, որ Թրամփը, որ հաղթել էր ընտրություններում, բիզնեսմեն Թրամփը քաղաքտի քաղաքագետ Թրամփին։ Թրամփը հիմա որտեղ գրել է մի քաղաքականություն բիզնեսի կանոններով եւ անունը դրել է, որ հանուն Ամերիկայի ժողովուրդների։ Հիմա ինչպես կարելի է պատկերացնել Ամերիկա-Ռուսաստան հարաբերությունների հետագա ընթացքը, ես դժվարանում եմ ասել, բայց մի բան ակնհայտ է, որ Զելենսկին շարունակելու է պայքարել, արևմուտքը երևույթները փրկելու համար կշարունակի պայքարը, հետո ես մի ուրիշ հարցը ունի մի ուրիշ կողմ էլ նաև, ասենք ենթադրենք Զելենսկին ստորագրեր այդ համաձայնությունը Թրամփի հետ, պատերազմը դեռ չդադարեցրած, դեռ զինադադար չկնքած։ Ես չգիտեմ դա ինչքանով կաշխատեր եւ ես կարծում եմ, որ
այս խնդիրն էլ լուրջ նշանակություն կարող է ունեցած լինել, որ այդպիսի ընթացք ունեցավ, այդպիսի սկանդալային ընթացք ունեցավ այդ հանդիպումը։ Շատ լավ։ Նախ մի փոքր խոսենք Զելենսկու կերպարի մասին, հետո նոր ուժերի վերադասավորումների մասին։ Ես կարծում եմ միակը չեմ, որ այս հարցը կարևորում է, նաև հղենք ձեզ, ինչու աշխարհը չի ընդունում Վոլոդիմիր Զելենսկուն ինքնին որպես Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատար, ղեկավար եւ ծաղրում է նրան, ինչ որովհետեւ փաստացիորեն մենք տեսնում ենք մի պետություն եւ հատկապես մի պետության նախագահ, որ փորձում է անկեղծորեն ըստ երևույթի հավատալով արևմուտքին, հավաքական արևմուտքին, այդ թվում Միացյալ Նահանգներին նախկին վարչակարգի օրոք պաշտպանել սեփական պետությունը։ Ինչու այս պարագայում Պուտինը հերոսացվում է, պարոն Ներսիսյան, իսկ նույնիսկ հայաստանյան լայն շրջանակներ քաղաքագիտական եւ քաղաքական դատապարտում են Զելենսկու գործողությունները։ Արդյոք միակ փրկությունը դեպի ռուսական ուղղվածությունն է Ուկրաինայի համար այս պայմաններում, չէ՞ որ պետությունը ենթարկվել է, պետության սուվերենիտետությունը, այսինքն ինքնիշխանությունը ենթարկվել է ագրեսիայի մեկ այլ պետության կողմից եւ այդ մարդը ըստ երևույթի մաքսիմալ կերպով փորձում է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, որը անդառնալի կորուստներ է կրել։ Ճիշտ հարցադրում եք անում, այստեղ գիտեք ինչու՞մ է խնդիրը։ Զելենսկուն ծաղրել է, դա, ասենք հիմա ավելի շատ դա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ նրա վարչակարգի կողմից իշխող հանրապետական կուսակցության կողմից ծաղրական արտահայտություններ ենք մենք տեսնում ենք ռուսական կողմից, ասենք Մեդվեդևը գրում է բաներ ծաղրելով եւ այլ եւ այլ։ Դուք ճիշտ եք նկատել, նա պայքարում է Ուկրաինայի անկախության պահպանման համար, ձգտում է ռեալ երաշխիքներ ստանալ Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Հակառակ դեպքում, երբ որ նա այդ համաձայնագիրը Տրամփի հետ ստորագրի, Ուկրաինան ենթարկվում է տնտեսական շահագործման ԱՄՆ-ի կողմից։ Իսկ այս պայմաններում, եթե ստորագրեց, իսկ Տրամփը հակված է Պուտինի հետ, նա Պուտինին որևէ վատ բան չի ասում։ Չէ՞, նա Պուտինի նկատմամբ բարյացակամ է։ Եվ սա ես կարծում եմ պետք է պայմանավորել նրանով, որ Տրամփը ցկտում է Պուտինի հետ լավ հարաբերություններ ստեղծելով, ինչ որ տեղ Չինաստանի հետ իր հակամարտության մեղմասման կամ այդ հակամարտությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների չպարտվելու առումով խաղաքարտեր շահել։ Ես այդպես եմ կարծում։ Հիմա ինչ վերաբերվում է Զելենսկուն, ես ասեմ ձեզ, որ անձամբ իմ տպավորությամբ նրա պահվածքը որպես Ուկրաինայի առաջնորդ ամենայն դեպս սխալ չէր։ Ինչքան էլ նրա վրա ճնշում գործադրեցին, թե մարդիկ են մահանում, չէ, եւ այլն, նա հակապաստարկներ ներկայացրեց, որ այս պատերազմը ի վերջո Ուկրաինային կանգնեցի կործանման, չգիտեմ ինչ, բայց Զելենսկին անկախ այդ բոլորից նա իրենը պնդեց։ Հիմա Զելենսկուն ինչ է համարել փորձում խաղից դուրս անել Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը։ Նախ եւ առաջ այն պատրվարգով, որ նա ոչ լեգալ նախագահ է, չէ, որ ինքը հաստորեն չի ընտրվել, երկարացրել են իր պաշտոնը ու դնում են ընտրության հարց։ Իսկ ինքը երեք շատ հետաքրքիր բան ասեց, որ եթե ինքը չհրաժարվի, էլի իրեն կընդունի իր ժողովուրդը։ Երևի այս մարդը ինչ-որ բան գիտի, էլի։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր է, այսպես դուք նշեցիք, հայ քաղաքական մտքի անդրադարձները, այս Զելենսկի Ուկրաինա, Զելենսկի Ռուսաստան այդ փոխհարաբերություններին։ Մենոնք այնպես են ներկայացնում, որ Զելենսկու պարտությունը Հայաստանի համար փրկություն է։ Նախ Զելենսկուն չի կարելի դեռևս համարել խփված քաղաքարտ, այն պարզ պատճառով, որ Եվրոպան Տրամփի այս քաղաքականությունը Եվրոպային միավորեց ընդդեմ Ռուսաստանի, ինչպես քիչ առաջ ես ասացի, եւ նրանք զենք են տալիս։ Այսինքն սա նշանակում է, որ Ուկրաինայի դիմադրությունը կամ պատերազմը Ռուսաստանի հետ դեռևս կշարունակվի եւ չեն իրականանա Տրամփի այն ձգտումները, որ կար ժամանակում այս հակամարտությանը վերջ բերել։ Հիշում եք, նա նույնիսկ ասում էր 24 ժամում, իսկ մենք այդ ժամանակ ասում ենք ինչպես կարող է 24 ժամում։ Դա այդ ժամանակ, որ ինքը ընդունեց Զելենսկուն, գիտեք, ես կարծում եմ, որ ավելի շատ դիվանագիտական էթիկան քիչ առաջ էլ ասեցի, խախտեց ամերիկյան կողմը։ Ասենք հագուստը ծաղրել։ Ինչ է դա նշանակում, էլի։ Ասենք Ամերիկայի այդ սպիտակ տան այդ օվալաձև
սենյակում ինչպիսի մարդիկ են եկել մտել, որոնք ունեցել են շատ վատ հագուստ կամ իրենց ոճի հագուստ, որը իրենց մոտ ընդունված է, չէ, եւ այդ մասին որևէ բան չեն արել։ Դա ինքնին այդ ծաղրական մոտեցումը Զելենսկուն, սակայն ավարտվեց ոչ հոգուտ Ամերիկայի։ Այդ բռնությունը, վերևից նայելը Տրամպի կողմից, չէ, նրա այդ ամբիցիաները, իմիջիալս նա այդ ամբիցիաները դրսևորում էր նաև եվրոպական ազդեցիկ երկրների լիդերների հետ հանդիպման ժամանակ, խոսքը վերաբերում է Մակրոնին եւ Ստարմերին։ Հիմա այստեղ նորից կանք այդ հարցին Հայաստանի համար կոնկրետ ինչ ազդեցություն կարող է ունենալ եւ ինչու է հայ քաղաքական դաշտը այդպես փոթորկվել։ Ուրեմն կա երկու ուղղություն, դուք լավ գիտեք։ Նրանք, ովքեր որ գտնում են, որ մեր ռուսամետությամբ է պայմանավորված մեր քաղաքական լավ ապագան եւ նրանք երազում են Զելենսկու պարտությունը, որից հետո Ռուսաստանը կարող է ավարտել այս հակամարտությունը եւ այստեղ իր քաղաքականությունը ավելի հստակեցնել, ինչպես մենք բազմիցս ասել ենք, այսինքն այս պարագայում Հայաստանը պետք է լրիվ ընկնի Ռուսաստանի ազդեցության տակ։ Երբ որ մենք խոսում ենք Ռուսաստանի հանդեպ քաղաքական լեքսիկոնի նշբության մասին, դա չի նշանակում էլի, որ մենք պետք է անգնենք այն ծայրահեղության գիրկը, որ ռուսները մեր փրկիչներն են։ Այստեղ փրկիչի հարց չկա, բայց մեր քաղաքական մտքի մի ուղղությունը գնում է նրան, որ առանց ռուսների մենք այստեղ չենք կարող, էլի։ Տեսեք, Զելենսկու պահով դուք լավ արտադրում արեցիք։ Զելենսկուն երկու քարի արանքում է եւ դա ստիպում է իրեն, որ խաղալ։ Հիմա ասենք Արևմուտքը զինեց, չէ, Զելենսկուն։ Արևմուտքը զինեց Զելենսկուն ընդդեմ Ռուսաստանի, որովհետեւ Արևմուտքը իր եվրոպական այդ տերությունների, չէ, դեպի Եվրոպա դարբասն է Ուկրաինան, չէ, այնտեղ կան պետություններ, որոնց անվտանգությանը կարող է Ռուսաստանը սպառնալ։ Հիմա Ամերիկան նրանց հետ է, չէ։ Հիմա Պուտինն էլ դրեց խնդիր, որ ոչ, Արևմուտքը զինում է հօգուտ Ռուսաստան։ Ես երկուսն էլ ցկտում են Ուկրաինան օգտագործել հանուն իրենց քաղաքական շահերի։ Այսինքն այստեղ խնդիրը վերաբերում է նրան, որ Զելենսկին այն ֆիգուրան էր, որոնց Արևմուտքը բերեց։ Հիմա Արևմուտքը ուզի պետք է նրան ֆինանսավորի Եվրոպան եւ քանի որ Տրամպը ինքը ուզում է եվրոպական երկրների վրա էլ սանկցիաներ դնել, ուրեմն եվրոպական երկրները այս պարագայում պետք է ամեն կերպ միավորվեն եւ ինչպես որոշեցին, չէ, Լոնդոնի հանդիպման ժամանակ ու դնեն բանակի արժ։ Տեսեք, եվրոպական երկրները ՆԱՏՕ-ի հույսին էին հիմնականում, Ամերիկայի հույսին էին, հիմա իրենք պետք է արդեն գնան իրենց սեփական բանակը, նույնիսկ Լեհաստանի վարչապետ Տուսկն էր, չէ, որ ասեց, թե ամերիկացիները 300 միլիոն են, Եվրոպան 500 միլիոն է, Ռուսաստանը 140 միլիոն է, բայց մենք նորմալ բանակ չունենք։ Այսինքն հույսը դրել են Ամերիկայի ու ՆԱՏՕ-ի վրա։ Հիմա սա իր հերթին մյուս ուղղություն է Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Ցանկանում է, որ Ռուսաստանը պարտվի այս կոնֆլիկտի ժամանակ, որովհետև նրանք լինելով արևմտամետ դժգոհ են Տրամպի իշխանությունից ու Տրամպի որտեղ գրած քաղաքականությունից։ Այսինքն այս երկու ծայրահեղ ուղղություններն են, որ գործում են հայ քաղաքական մտքում, երկուսն էլ խոցելի է։ Շատ լավ։ Համենայն դեպս մի բան պարզ է, որ Ռուսաստանի Դաշնությունը այլևս առնվազն լոկալ հաղթանակներ ունի եւ դա անդառնալի է լինելու Ուկրաինայի համար, այսինքն նվաճված տարածքների մասին է խոսքը։ Ըստ երևույթի ամեն ինչ տանում է նույնիսկ նրան, որ Ուկրաինան ամենայն հավանականությամբ կպահպանի իր տարածքային ամբողջականությունը այն դիրքերով, որոնք գոյություն ունեն փաստացի այս պահին։ Այդ պարագայում մենք ինչ ենք տեսնում Ռուսաստանի Դաշնության վերադարձ մեր տարածաշրջան, հավանական պատերազմի ավարտից հետո, եւ ինչպիսի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային փոփոխություններ կարելի է ակնկալել մեզ մոտ։ Ես կարծում եմ, որ եթե Տրամպի ծրագիրը իրականանար, հիմա նրանք պահանջում են, գիտեք, ներողություն, որպեսզի վերսկսեն բանակցությունները, իսկ Զելենսկին հազիվ թե կարծիքով հազիվ թե ներողություն խնդրի, ուրեմն եթե Տրամպի ծրագիրը իրականանար, ուրեմն Ռուսաստանը կարող էր իր նախկին խորհրդային շրջանի ազդեցության ոլորտները նորից ավելի հստակեցնել եւ լուրջ սպառնալի կարող է լինել, ասենք, մեր Բալթյան երկրների, Լեհաստանի եւ այլն, այդ երկրների համար, Մոլդովայի եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է այս տարածաշրջանում, բայց դեպքում ռուսները բնականաբար իրենց դիրքերը պետք է ուժեղացնեին, մանավանդ հիմիկվա
ռուս-ադրբեջանական, ես այդպես եմ էլի կարծում, ռուս-ադրբեջանական որոշակի հակասությունները նրան մղում են, որ քաղաքականությունը մի փոքր փոխի, բայց իհարկե դա էլ չպետք է մեր համար հիմք ծառայի, որ մտածենք այսպես, հատկապես ռուսասերների, որ ռուս-ադրբեջանական հակասությունը կարող է տևել երկար, կարող է լինել տևական եւ այս պարագայում ուրեմն մեր ռուսամետությունը կօգնի, որպեսզի Ռուսաստանը հոգուտ մեծ ինչ-որ քայլերի գնա։ Երբեք այդպիսի բան չի լինի։ Մեր նպատակը հիմնականում հիմա պետք է լինի այս եղածը պահպանելը, որովհետև Ռուսաստանը ունի շատ դաշնակցային ինչ-որ պայմանագրեր եւ այլ Ադրբեջանի հետ եւ երբեք Ադրբեջանին չի թողի։ Ես բազմիցս ասել եմ, Ռուսաստանը այս տարածաշրջանին նայումա գլոբալ, ամբողջ տարածաշրջանը պետք է լինի ռուսական ազդեցության ոլորտում կամ չպետք է լինի։ Հիմա նրանք, ովքեր հույսը կապում են Թրամփի հետ, թե ասենք այս ուկրաինական խնդիրը կարգավորելուց հետո, որը շատ դժվար է, էլի շատ դժվար է, հələ ես կարծում եմ, որ երկար կտևի, դա Աստված երկար չտևի կան ցանր հայտարարի, բայց ասենք Եվրոպան ինչ-որ խնդիրներ որ դնում է, չէ, ֆինանսավորի, Եվրոպան զինվի, Զելենսկուն օգնի, Եվրոպան դες Զելենսկուն կարելի ասել սրբացրեց, դարձրեց հերոս, իսկ Թրամփը Ռուսաստանը ավելի ստորադասեցին, չէ։ Ռուսաստանը չի համաձայնվի երբեք առանց իր համար շահեկան համաձայնության թույլ տալ, ասենք, այդ խաղապաները գնան Ուկրաինա։ Երբեք չի համաձայնվի, դա հեշտ լուծվող խնդիր չի, այսինքն կարծում եմ, որ կռիվը հələ կշարունակվի։ Այս պարագայում մի անգամ այն սխալ է մեր կողմից խնդիրը դնել, չնայած 3 կարծեմ խորհրդարանական լսումների ժամանակ 2 ամսով հետաձգեցին Եվրոմիության անդամակցության խնդիրը, որովհետև այնտեղից ոչ մի արձագանք չկա։ Նրանք եվրոպական արևմտյան փորձագետները գտնում են, որ երբեք դա լինելու բան չի, մենք էլ պետք է հասկանանք, որ երբեք դա լինելու բան չի, որ Հայաստանը լինի եվրոպական միության անդամ, մենք պետք է ծայրահեղ բաներ չանենք եւ երկուսի մեջ խաղանք։ Եվ հիմա այդ բանը իրոք կա, էլի, արդեն սկսվում է որոշ խաղեր Ռուսաստանի հետ, հələ Ռուսաստանի հետ էլ ենք ասել, կապերը չի խզվում եւ այլն։ Բայց այստեղ կարևոր է մի բան, որ մենք պետք է հասկանանք, որ Թրամփի նախորդ իշխանության շրջանում հոգուտ Հայաստանի որևէ բան չի արել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Արցախյան 44-օրյայի ժամանակ Թրամփը ինչ էր հայտարարում, մի հատ վերամբարձ, ինչպես նա շատ հակասական մարդ է, էլի, դե դուք հետևում եք, տեսնում եք, չէ՞, նա մի բան կարող է այսօր ասել, օրինակ Զելենսկուն համարեց նա հրապարակավ բռնապետ, հետո հրաժարվեց, որ ինքը այդպիսի բան է ասել, հրաժարվեց իր այդ պիտակավորումից, էլի։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ կարող է այնպիսի բան անել, որ ի վնաս Հայաստանի կարող է լինել, որովհետև Թրամփը ասեցի բիզնեսմեն է եւ Ադրբեջանին կարող է դիտարկել որպես բիզնեսի համար նպաստավոր պետություն, բացի այդ մենք չմոռանանք նաև, որ Ադրբեջանը շատ ջերմ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ, իսկ Թրամփը նույնպես Իսրայելի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է։ Մեր վերլուծաբանները այս բանը պետք է հաշվի առնեն ու մտածեն Թրամփի ուրեմն նման քաղաքականությունից մենք ինչ ենք շահելու։ Ամենայն դեպս մենք չենք կարծում, ես չեմ կարծում, որ որևէ լուրջ բան պետք է շահենք, ինչպես որ մենք Եվրոմիության անդամ երբեք չենք լինի, բայց Եվրոպան կշարունակի ֆինանսական աջակցություն ցույց տալ Հայաստանին։ Շատ լավ, եւ նաեւ ցանկանում եմ մանրադարձ կատարեք այս օրերին Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարություններին, որտեղ բավական հակասական կարծիքներ ենք լսում այդ մասով, կրկին մարդիկ երկու հիմնական մասի են բաժանվել, մի մասը ովքեր նշում են, որ գերի գտնված պաշտոնյաները իրենց իսկ ագահության զոհն են դարձել ժամանակին չփախչելով, մի մասը նշում է, որ հերոսացել են մնացած մեր հայրենակիցներին փրկելով, եւ այսօր տեսնում ենք, որ բավական խոշտանգված կադրեր, նույնիսկ ատամները չկան մի շարք պաշտոնյաների դեմքին որոշակի այդուծված հայտվածներ եւ այլն, կա որևէ տարբերակ նրանց հետ վերադարձնելու, թե դա արդեն հնարավոր չէ։ Ես կարծում եմ, որ այդ գերիների հետ կապված են մեր ներքաղաքական խմորումները էլի ծայրահեղացվում են, երկու առումով ծայրահեղացվում են։ Կան ուժեր, որոնք ասում են, որ դա բեմադրություն է, որը իրականացնում են, որ իրականում այդպես չի, չէ՞, կան ուժեր, որը գտնում են, որ իրոք նրանց վիճակը լավ չի, խոշտանգվել։ Ես կարծում եմ, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը, որոնց ես մաղթում եմ շուտապույտ ազատություն, այլ տպավորություն չստեղծվի,
ունի իր մեղքի բաժինը Արցախի կորստի առումով։ Դա միանշանակ։ Լիքը փաստեր կան այդ մասին, երբ որ հիմա այս այդ փաստերին անդրադառնամ, մեր խարիսխը ափից հեռու կլինի, եւ բնականաբար ծայրահեղացնում են նաեւ նրանք, ովքեր գտնում են, որ այդ խոշտանգումները կեղծ են, որ իրականում այդպես չի։ Մի բան ակնհայտ է, որ այս անձնավորությունները չհաշված են մյուսները, որոնք կռվել են իրոք դրա համար են այդտեղ, տեսեք, ինչի այս անձնավորությունները հենց հայտնվեցին Ադրբեջանում, էլի, ասենք էլի գործիչներ կային, կռվածներ Վիտալի Բալասայան, Սամվել Բաբայան եւ էլի շատերը, որոնք անցան այս կողմը, չէ՞, կամ ասենք ուղղաթիռով Սամվել Շահրամանյանը թռավ Արցախը հանձնելուց հետո, չէ, եկավ այս կողմը, դա բարձր է, որ նրանք ստորագրեցին Արցախի կապիտուլյացիան, միլիարդից ավել արժողությամբ զենք, զինամթերք եւ այլ ազնեցին, չէ՞։ Սխալ քաղաքականություն է վարել Արցախի ղեկավարությունը Արցախի հարցում դեռևս 1998 թվականից հետո մինչև Արցախի անկումը սխալ քաղաքականություն է վարել։ Հիմա նրանց դատը իրականում նրանց դատը ես կարծում եմ ճիշտ կներ, որ լիներ Հայաստանում լիներ նրանց դատը եւ եթե փաստերը իրոք նրանց մեղադրելու առումով, որ նրանք համահունչ չեն գործել եւ հանձնակաշահին են հետամուտ եղել Արցախի ժողովրդի հետ կապված, ուրեմն մեր դատարանը նրանց իրավացիորեն դատապարտեր, ինչքան որ նրանց հասնում է օրենքով, իսկ եթե ոչ ապացուցվեր հակառակը, ապա ուրեմն բաց թողեր։ Մի բան ակնհայտ է, որ չպետք է ոչ մեկին սրբացնել։ Իսկ հայ ներքաղաքական դաշտում գնում է սրբացման process-ը, էլի, այսինքն մարդու են սրբացնում, անում են չգիտեմ ինչ, ուրիշ խնդիրներից ելնելով, անձնական կապերից, տարբեր հարցերից ելնելով, ֆինանսական չգիտեմ ինչ, մարդկանց են սրբացնում, որոնք իրականում ոչ մի հատկանիշ չունեն սրբերի շարքում դասվելու համար։ Շատ բարի։ Եվ նաև ցանկանում եմ այդ մասով մի փոքր անդրադարձ կատարենք, պարոն Ներսյան, ներքաղաքական շահարկումները, որովհետև մենք շատ հաճախ տեսնում ենք, որ նույնիսկ այնպիսի թեման, ինչպիսին ռազմագերիների հիմնախնդիրն է հանդիսանում, Հայաստանում քաղաքականացվում է։ Այսինքն ընդդիմություն եւ դիմություն փորձում են մաքսիմալ կերպով այդտեղից որոշակի քաղաքական դիվիդենդներ շահել, արդյոք սա դատապարտելի երևույթ չէ։ Անշուշտ դատապարտելի երևույթ է, որովհետև Հայաստանի ներքաղաքական դաշտում չկա առողջ բանավեճի կուլտուրան, որ ասենք դու քննադատում ես առողջ եւ ամեն մի առիթ փորձում ես օգտագործել իշխանությունների դեմ։ Ես չեմ ասում իշխանությունները սուրբ են, չգիտեմ ինչ սխալներ չունեն եւ այլն, նրանք էլ ունեն իրենց ինչ-որ քայլերը, որոնք ցավոք սրտի երևի լուրջ փորձագետներ չունենալու պատճառով բաներ են ասում, բայց չեն կարողանում հիմնավորել, բայց ընդդիմադիր դաշտը ամեն մի ցանկացած հարց, ամեն մի մանրու քաղաքականացնում է, ասենք այդ Բաքվի դատավարությունների մեղքը գցում է իշխանությունների վրա, այսինքն ամեն ինչ անում են, միգուցե դիտավորյալ է անում, չգիտեմ ինչի համար է անում, դիտավորյալ են առումով, որ այդպիսի տեսակետ չէ, այնքան հակասական է այ քաղաքական միտքը, ներքաղաքական դաշտը այնքան փոքրիկ դետալների շուրջ է բանավեճում ու սարքում, ոնց որ ասում են ժողովրդական լեզվով լուռնուղտ, որ նույնիսկ այդ մասին խոսելը անիմաստ է դառնում, ամեն դեպս դա կա, ձեր ասածը կա, այդ շահարկությունը կա, իշխանությունները չեմ կարծում, որ ինչ-որ միտված են, որ այս մարդկանց դատեն, չգիտեմ, ծմահ տան եւ այլն, չգիտեմ ինչ նրանց օրենքով ինչ տան, տվյալ հոդվածին ինչ է հասնում, ինչ չի, բայց իշխանությունները այս առումով նաեւ անզոր են, նրանք նաեւ անզոր են այս առումով, որ դրանց փրկեն անեն։ Տեսեք, եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրով կա այդ գերիների վերադարձի հարցը չէ եւ այլն, այնտեղ կան նաեւ գերիները պատերազմի չէ ժամանակներից, ապա այստեղ կարևոր դեր ունի կատարելու Ռուսաստանը։ Եվ կարծեմ 3 էր ԱԳՆ-ի Ռուսաստանի կողմից հայտարարություն եղավ այդ մասով, որ բավական հետաքրքիր հայտարարություններ երևի շատերը դա չեն նայել, որ Ռուսաստանը Իրանի նման
կողմև այստեղ որ սահմանները չխախտվեն, Ռուսաստանը կարող է ինքը ստիպել Ադրբեջանին համաձայն այդ նոյեմբերի 9-ի համաձայնագրի, որ ասենք գերիների փոխանակություն լինի, չէ՞, տեսեք Իսրայել, Պաղեստին ինչ կռվներ եղավ, ոնց եղավ, մաս նրանք գերիները փոխանակում են, էլի, կամ չգիտեմ ինչ-որ վանտաս, ինչ-որ մի բան վերցնես։ Ամենայն դեպս անկախ ամեն ինչից այդ շահարկումները կան, որոնք լավ չեն։ Վերջերս մեր քաղաքական դաշտը պետք է հստակեցվի, էլի, իշխանության հարց դնելով, այդ տեսեք ուրիշ մի բան է, թե տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի վերջի շրջանի վերջի ասուլիսը, չէ՞։ Երբ եղավ այն ժամանակ, երբ որ Տրամփը արդեն պրոռուսական հայտարարությամբ էր հանդես գալիս, եւ նա ասեց մի բան, որը անշուշտ դատապարտելի է։ Որն էր դա, որ մենք խփեցինք Ռուսաստանին թիկունքից։ Մենք ով ենք, որ Ռուսաստանին թիկունքից խփենք։ Մենք ինչ դեր պիտի ունենայինք այդ հարցերի մեջ, Ռուսաստանի արտաքին քաղաքում։ Մենք ի վերջո ով ենք մենք Ռուսաստանի համար, որ մենք խփենք Ռուսաստանին։ Սա պարզ շահարկում էր, որ թե հա եւ այլ ռուսներ, որովհետեւ էլի այն թյուրը բռնումը կա, որ շուտով Ուկրաինայում կլինի խաղաղություն, Թրամփ-Պուտին այդ հարաբերությունների նորմալացում կլինի, չգիտեմ ինչ կլինի, այս պարագայում Պուտինը փորձի այստեղ իշխանափոխության գնալ եւ ռուսամետ մեկին կդնի։ Դրանք սխալ հաշվարկներ են, սխալ հաշվարկներ են։ Ճիշտ հաշվարկը պետք է գնա մեր ներուժը, ազգային ներուժը համախմբելու, մեր ներքաղաքական դաշտը ավելի մաքրելու, հստակեցնելու եւ մի ուղղությամբ գործելու, ոչ թե ինչպես դուք եք նշում, ամեն մի չնչին առիթ վերցնելու, շահարկելու, իշխանության հարց դնելու, ընդդիմությանը, չգիտեմ, չեզոքացնելու հարց դնելու, որը թերևս ավելի թույլ է, քան թե իշխանության հարց դնելը։ Այսքան։ Շատ բարի, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաջողություն։